Ապրիլի 1-ից թոշակները բարձրանում են 10,000 դրամով։ 10,000 դրամով, այսպիսով մեր նվազագույն կենսաթոշակը մեր տատիկների ու պապիկների 36,000-ից դառնում է 46,000 դրամ։ Ու եթե մեր տատիկներն ու պապիկները օգտվում են մի հատ էլ 22% հետ վճարի հնարավորությունից, այդ թոշակը դառնում է 56,000 դրամ։ Հիշեցնեմ, որ 2018 թվականին, երբ մենք ստանձնեցինք իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, նվազագույն կենսաթոշակը 16,000 դրամ էր։ 16,000 դրամ։ Հիմա այդ թիվը դարել է 46,000 առանց հետ վճարի եւ 56,000 դրամ հետ վճարով։ Ու նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչները ինչ որ տարբեր ձևակերպումներով ասում են մենք ենք ստիպել որ բան ենք, օրինակ Տաշիր Սամոյի եղբոր տղան ասում է մենք ստիպեցինք Նարեկ ջան, հայրիկդ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր ու դուք մեր տատիկ-պապիկներին 16,000 դրամ թոշակ էիք տալի։ Հայրիկիդ չէիք կարողանում ստիպեիք, որ թոշակները բարձրացներ։ Չէիք կարողանում, հա, չէր ստացվում։ Հարցը այն է, որ դուք ուղղակի թքած ունեիք թոշակառուների վրա։ Իսկ մենք մեր տատիկ-պապիկների համար նվազագույն կենսաթոշակը եռապատկել ենք ու նրանց տվել ենք անվճար առողջապահական ապահովագրություն։ Ու տարեկան այս բարձրացման համար կուղվի 100 միլիարդ դրամից ավել գումար։ Կիսվեք տեսանյութով։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։